Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է մեր տաղավարում, ողջունում եմ։ Բարև ձեզ։ Վերջին մեկ շաբաթվա քաղաքական ներքաղաքական իրադարձությունները պիտի քննարկենք բնականաբար եւ այսպես անցյալ շաբաթ Փաշինյանը մարզամերգային համալիրում հավաքում է քաղծառայողների 7000-անոց խումբ։ Սա ստուգայց էր ընտրություններից առաջ փորձարկելու, թե արդյոք իշխանության ներսում կլինի բոյկոտ նաև Փաշինյանի դեմ, առնվազն մի հատվածի բոյկոտը։ Չեմ կարող ասել ինչից ելնելով են արել այդ հավաքը, ինչ որ պետական ապարատը հավաքել են, ես դրան տենց բան չեմ ընդունում, բայց եթե մտածում են, որ 7000 հոգու հավաքել են համալիրում եւ այդ 7000-ը ցուցանիշ է, որ մեկ կոչով կլինեն, ապա ես մի քանի օրինակներ կբերեմ, սկսած հայտնի Ռումինիայի պատմությունից, երբ 89 թվականի նոյեմբերին կոմունիստական կուսակցության պլենումներ, որտեղ հավաքված էր այդ տենց ամբողջ բանը եւ ծափահարում էին, վերջացրած 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ հայտնի հավաքը Հանրապետության հրապարակում եւ երբ ամբողջ այդ ապարատին տարել էին հրապարակ եւ որից հետո հրապարակից մի մասը տեղափոխվեց Ազատության հրապարակ, այդ բոլորս այդ պատկերը շատ լավ ենք հիշում, ամենևին եթե դա է իրենց ուզածը, ապա ես կարող եմ բերել նման օրինակներ շատ։ Կարծում եք իշխանությունը այն վիճակում չէ, որպեսզի դա օգտագործի իշահ իրեն, հատկապես որ այդ 7000-ը ունի ընտանիք, ծնողներ, ովքեր պոտենցիալ ընտրող են։ Ոնց են ստուգելու, ով ոնց է ընտրել։ Այդ 7000-ից ես վստահ եմ։ Չեմ կարող ասեմ քանի տոկոսը, բայց ամենայն դեպս հաստատ 100%-ը չի, որ ընտրելու են Նիկոլ Փաշինյանին։ Ամենայն դեպս 2021 թվականի ընտրություններից առաջ ոնց որ նման ստուգայց տեղի չէր ունեցել։ Այո։ Եվ ինչ որ չէր ունեցել։ Չէր ունեցել, հա, ինքը այդ ժամանակ իր ձայները տարավ։ Այն ժամանակ մի փոքր այլ էր իրավիճակը, թեև շատերը կարող են ասել, որ այն ժամանակ ինքը շատ ավելի թույլ էր, քան հիմա, ադմինիստրատիվ առումով կհամաձայնվեմ, որ ավելի թույլ էր, որովհետև պատերազմ էր պարտվել, դեռ այդքան երկար չէր եղել իշխանության, այսօր ես կարծում եմ ռեսուրսներից Նիկոլ Փաշինյանին մնացել է միայն ուժային ռեսուրսը, որը գնալով շատանում է, այն որ նոր գվարդիաներ ոստիկանության եւ այլն եւ այլն։ Ազգային գվարդիաներ։ Եվ աշխարհաքաղաքական ռեսուրսի մի հատվածը։ Այլ ռեսուրս Նիկոլ Փաշինյանը հիմա չունի։ Աշխարհաքաղաքական ռեսուրսներից կանի որ խոսեցիք, մենք տեսնում ենք Ուկրաինայում կարծես թե առնվազն կարճաժամկետ հեռանկարում որևէ բան սպասվում է, զինադադարի տեսքով, հրադադարի տեսքով, դա ինչ կփոխի Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Ես կարծում եմ Հայաստանի չէ, դա կփոխի գլոբալ առումով աշխարհի կյանքում եւ մասնավորապես ռեգիոնի կյանքում շատ բան, եթե հաշվի առնենք, թե ինչ պայմաններ են այնտեղ այդ 28 կետը, որովհետև տեսեք այդ 28 կետից մի քանի կետին կարծեք թե ուկրաինացիները հիմա ուզում են փոփոխեն, որից մեկը դա քանակն է զինված ուժերի Ուկրաինայի, չէ, եթե չեմ շփոթում, այնտեղ 600 է գրած, ուզում են 800 դարձնեն եւ նաեւ ակտիվների հետ ռուսական ակտիվների ապասառությունը եւ կտրականապես ուկրաինական կողմը դեմ է մի կետի, որը ենթադրում է անկախ աուդիտորական ստուգում այն օգնության, որը այսքան տարիների ընթացքում տրվել է Ուկրաինային։ Հա, կարծեք թե պետք է որ դրան այնտեղնից կետեր կա, որ կարելի էր հաստատ դեմ լինել ու դրան պետք է որ դեմ չլինել։ Սա ասում եմ նաև այն տեսակետից, որ աշխարհը եւ աշխարհաքաղաքական կենտրոնները ունեն տենց հետաքրքիր բնավորություն, իրենք օգնում են, հա, փող են տալի, զենք են տալի, չգիտեմ ինչ են տալիս, բայց դրա հետևից անպայման գնում են։ Եթե ոչ այսօր, ապա վաղը։
Եվ այսօր արդեն ուկրաինական բարձրագույն establishment-ը վախեցած ամենաշատը հենց դրանից, որ պիտի գին վճարի, որ պետք է ստուգեն, իսկ ինչ է եղել են գումարները օգնության տեսքով եւ այն ամբողջ ռեսուրսը, որը տրվել է արևմուտքի կողմից եւ հիմա պահանջում են, արևմուտքը պահանջում է անկախ աուդիտորական ստուգում։ Սա ինչ եմ ասում։ Սա ասում եմ նրա համար, որ եթե հաշվի առնենք, որ Հայաստանի պետական պարտքը վերջին 7 տարում ավելացել է, եթե չեմ շփոթվում, մոտ 8-ից 9 միլիարդ դոլարով, որի մի մասը ներքին պարտք է, մյուս մասը արտաքին, այդ արտաքին պարտքի հետևից գալու են մի օր, անկախ աուդիտորական ստուգումներով։ Գալու են Եվ թող մտածեն նրանք, ում ստուգելու են։ Իշխանափոխություն են Ես դրանից որևէ բան չեմ, ինչ չեն ստուգելու։ Իսկ իշխանափոխություն են պահանջելու, թե Չեմ կարող ասել ինչ են պահանջելու, դրա դիմաց գին են պահանջելու։ Ինչ է լինելու դրա գինը, ես չեմ կարող ասել։ Հիմա Ուկրաինայում կարծես թե դրա գինը իշխանափոխությունն է, այո։ Իսկ այստեղ Դե այստեղ չգիտեմ, դեռ դրանց չի հասել այստեղ, դա այն որ ասում է հերթով է լինելու, բարձ է որ աշխարհի այսօր ամենամեծ գլխացավանքը Ուկրաինան է, Ուկրաինայի հարցը լուծելուց հետո սկսելու են բոլոր արդեն ավելի մանր մուներ գլխացավանքների խնդիրները լուծել։ Քանի որ աշխարհակաղակական արդեն թեմաները բացել ենք, Տոկաևը, Ղազախստանի նախագահ Տոկաևը Փաշինյանին պարգևատրել է ոսկե արծիվ բարձրագույն պետական շքանշանով։ Իհարկե, մինչ այդ նաև այլ մարդիկ են պարգևատրվել, մասնավորապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մենք տեսնում ենք, որ Փաշինյանը տանում է երկիրը դեպի Եվրոպա, առնվազն նախադասությունների, հայտարարությունների, հռետորաբանության տեսքով, բայց իրեն մրցանակ է հանձնում ոչ թե ֆոն դեր Լայենը, այլ Տոկաևը։ Գիտեք, ես չեմ բացառում, որ ասենք, չգիտեմ, մի օր էլ Մակրոնը կամ ֆոն դեր Լայենը կտան մեդալ, դա ինձ համար ամենևին ցուցիչ չէ։ Ես կարծում եմ Տոկաևը այնուամենայնիվ թեև դա պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը չէր որոշում, պարզապես ինքը այդ պահին հապկ, եթե չեմ շփոթվում, չէ, այդ ժամանակ, երբ հիշում եք Ղազախստանում եղան անկարգություններ եւ Նիկոլ Փաշինյանի հրամանով որոշվեց, որ հապկ զորքերը մտնում են Ղազախստան։ Ես կարծում եմ, այս մի փոքր պարտք կար, վերադարձրեց։ Ընդամենը։ Կարող եմ այդպես ենթադրել։ Իրավունք ունեմ առնվազն այդպես ենթադրելու։ Հապկի հետ կապված առաջիկայում հանդիպում է սպասում, որին Հայաստանը կրկին չի մասնակցելու։ Ինչ խնդիր կա մեր մասնակցության, եթե այդ երկրները, այն նույն երկրները են Ղազախստան, Қырғызստան, Տաջիկստան, որոնց հետ Հայաստանը լավ էլ փոխհարաբերվում է ոնց որ թե։ Դե ամենալավը Ռուսաստանի հետ է, որ տենց է փոխհարաբերվում, եթե նայենք ընդհանուր տնտեսական, ակտիվությունը, թե ներկրում, թե արտահանում, Դե արտահանումը նվազել է հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված։ Չէ, արտահանումը դրա հաշվին չէ նվազել, բանի հետ։ Վերարտահանում, այո։ Վերարտահանումն է բանարել, դա ուրիշ, դա այլ խնդիր է, դա այն հայտնի ոսկի, ալմաս այդ բաններ, որ գալիս է Ռուսաստանից գնում, հետո էմիրություններ, որի քոքը կտրվեց կարծեք թե դեռ անցյալ տարի։ Հապկ անդամ երկրները, պարոն Քոչարյան, թյուրքալեզու երկրներ են։ Եթե այստեղ խնդիր կա հարաբերվելու հարևանի հետ, արդյոք այդ նույն տրամաբանությամբ պետք չի նաև հապկի նիստերին ուշիուշով մասնակցել։ Դե դա նորից եմ կրկնում, դե ինչ որ բաներ կա, հիմա փորձել Եթե Ռուսաստանը դուրս գա հապկից, հասկանալ այս իշխանությունների տրամաբանությունը ամենա երևի թե անշնորհակալ գործն է, դրա համար ես վաղուց արդեն ընդհանրապես որպես փաստ եմ ընդունում ինչ որ իրողություններ, դա օգնում է վերլուծություններին, դա օգնում է ընդհանուր բանին, բայց կոնկրետ բացատրել, լոգիկան որն է, եթե դու փորձում ես գնալ այդ ուղղությամբ, այդ թվում նաև, Եվրոպա, թուրքալեզու, Թուրքիա-Ադրբեջանի հետ լավանալ ամեն առիթը բաց չեք թողում, չնայած այն կողմից կարծեք թե ոչ մի կողմից, ոչ մյուս կողմից տենց մեծ էնտուզիազմ չեմ նկատում,
ոչ այստեղ շատ մեծ է էնտուզիազմը։ Թուրքիան չի բացում սահմանը, մաքսիմալ ձգձգում է եւ երև կարծում եմ դեռ երկար կձգձգի, Ադրբեջանը չի շտապում ստորագրել հայտնի այդ խաղաղության պայմանագիրը, ինչու չի մասնակցում, նորից եմ կրկնում, փորձել հասկանալ տրամաբանությունը այս իշխանությունների եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի ամենաանշնորհակալ գործն է։ Բաքվում ընդունել են Հայաստանի Հանրապետության քաղաքասարակության ներկայացուցիչներին, ինչը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել հատկապես պատերազմից հետո վերջին շրջանում եւ տեղեկատվական դաշտում։ Այսպիսի հանդիպումներ անուն արդարության բազմից են եղել։ Ինչ փոխեց այս մեկը եւ ինչով էր սա բացասական նաեւ արտությունից հետո տեղի ունեցածի համատեքստում։ Գիտեք, ցանկացած դեպքում նման ցանկացած հանդիպում կապ չունի դա հասարակությունն է, թե ինչ մակարդակով է, հաղթող կողմը միշտ փորձում է թելադրող լինել եւ Ադրբեջանի պարագայում նաեւ նսեմացնող։ Սա է, ես կարծում եմ, թե չէ, այտենց ձեր ասած բազմաթիվ այցեր եւ բաներ կան, պարզապես ամեն նման առիթ Ադրբեջանը փորձելու է օգտագործի որպես հերթական նսեմացման ակտ։ Արդյոք այդ ակտի դրսևորումը, երբ մեր հայ հայրենակիցը իր հետ ուղերձ է բերել Ադրբեջանի նախագահի օգնականից եւ ասում է, որ այսպիսի ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահի օգնականը հայ ժողովրդին, փոխանցելով նրա խոսքերը։ Ես ճիշտն ասած ուղերձը չեմ կարդացել, դրա համար չեմ կարող ասել այդ ուղերձը ինքը նսեմացնող է թե ոչ։ Եթե Թրամփին հաջողվեց լուծել ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչու մենք նույնքերպ համոզված չենք, որ նա կլուծի կամ արդեն իսկ լուծել է հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Իսկ ով է ասում, որ համոզված չենք։ Այստեղ խնդիրն անում է, թե դուք համոզված եք։ Իսկ ես համոզված չեմ, ես ասում եմ, որ այստեղ էսպես է, տեսեք, Ուկրաինայի հակամարտությունը ինքը լուծում է Ռուսաստանի հետ։ Հայ-ադրբեջանականը Ռուսաստանի մի քանի դարերի շահերի զոնա է։ Էթնիկ կոնֆլիկտ։ Ես վստահ եմ, ինչպես եւ Ուկրաինայի պարագայում էր, երկայն խոսքեր, բայց իրականը կուլիսների ետևում էր։ Իրականը նա էր, որ օրինակ ասում էր Հնդկաստանի, ինչ գիտեմ, բոլոր ով Ռուսաստանի հետ առևտուրանի 500% մաքսատուրքեր եւ այլն, բայց մենք հասկացանք, որ իրականում կուլիսների ետևում ընթանում էին բանակցություններ։ Չէ՞։ Այո։ Որի 28 կետին մենք նոր ծանոթացանք նոր, բայց պարզ է, որ դա նոր չի գրվել, դա գրվել է այն ժամանակ, երբ որ նման հռետորաբարությամբ Տրամպը բազմիցս ելույթ էր ունենում։ Նույնը հիմա է լինելու, ես կարծում եմ, որ բոլոր կետերի շուրջ գնում են բանակցություններ։ Պարզապես, ինչպես ասեցի, կա գլխավոր գլխացավանք, այդ գլխացավանքը լուծելուց հետո մենք կամաց-կամաց իմանալու ենք, թե իսկ կուլիսների հետևում մեր մասով ինչ բանակցություններ են գնացել, Սիրիայի մասով ինչ բանակցություններ են գնացել, Չինաստանի հետ կապված, որովհետև այնուամենայնիվ, տեսեք, Ամերիկայի լրջագույն խնդիրը դա նաև Չինաստանն է։ Եվ ինչ որ առումով Ռուսաստանի հետ հարաբերությունների մի փոքր հստակեցումը եւ դա նաեւ Ռուսաստանին Չինաստանի գիրկը չգցելն է։ Խնդիր ունի լուծելու Միացյալ Նահանգները, որովհետեւ մի բան է, երբ դու պայքարում ես Չինաստանի հետ, եւ մի բան է, երբ դու պայքարում ես ռուս-չինական տանդեմի հետ։ Որտեղ մեկը ճիշտ է տնտեսությունը խոսքը Ռուսաստանի մասին է, այդքան զարգացած չէ, բայց ունի սարսափելի քանակությամբ ատոմային զենք եւ ավելի շատ քանակությամբ բնական ռեսուրսներ, մյուսը փաստացի համարյա ամերիկյան էկոնոմիկային հավասար էկոնոմիկա եւ նույն ատոմային զենքը։
Շատ լավ, եւ փորձենք իմի բերել։ Եթե այդուամենայնիվ որևէ փաստաթուղթ ստորագրվի ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ, որը ինչպես նշեցի, թերևս կարող է լինել նաև զինադադարի մասին փաստաթուղթ։ Ինչ է դա փոխելու Հայաստանում, Հայաստանի ներքաղաքական կյանքում 2026 թվականից առաջ եւ արդյոք իշխանությունները արդեն կփորձեն տրանսֆորմացվել, ինչպես ընդունված է ասել, երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը փոխել եւ թեքվել դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Ես չեմ կարող ասել կթեքվեն թե չէ, որովհետեւ այնպես չի, որ Ռուսաստանը վատ է լինելու Միացյալ Նահանգների հետ, եթե ստորագրվի, որովհետեւ հասկանալի է, որ սա երկկողմանի շահավետ փաստաթուղթ է լինելու եւ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների։ Այդ փաստաթուղթը կարծեք թե շատ ծանր է լինելու ոչ միայն Ուկրաինայի, այլ ամբողջ Եվրոպայի համար, դրա համար էլ հիմա Եվրոպան կարծեք թե փորձում է, որովհետեւ Եվրոպան հասկացավ, որ առաջին անգամ Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությանը ինքը սեղանի շուրջ չէ։ Ինքը լավագույն դեպքում սեղանից հեռու է, վատագույն դեպքում սեղանի վրա է, մենյուի մեջ է։ Եվ դրա համար այնտեղ հիմա շատ խառնված են իրար, թե Ֆրանսիան, թե Գերմանիան, թե նաև Բրիտանիան։ Շնորհակալ եմ շատ։